Ինչով է կարևոր ձեզ համար հիշել ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը դա մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու, խնկարկելու օր է։ Այսքանը։ Այդքան սպանդը միլիոնոկես այր, քիչ է դա։ Ամեն ինչով հարգել պատմությունը։ Մեր ազգի խնդիրն է, եղել միշտ պետք է հիշենք։ Ինչպես կարևոր չի, չէ որ մեր կյանքի պատմությունն է, դա պետք է միշտ հիշել։ Դա ազգի պատմությունն է։ Ազգը, որը մոռանում է իր պատմությունը, նա չի կարող ապագա ունենալ։ Պատմական բոլոր իրադարձությունները դրանք կարևոր են, ուսուցողական։ Բայց այսօր այդ դասերը չի սերտել ժողովուրդը։ Ցեղասպանությունը եղել է, ցեղասպանությունը շարունակվում է եւ դրա վտանգը առավել եւս ուժեղանում է։ Եկեք ես չխոսեմ, որտեղ շատ կա։ Ինչով է կարևոր ցեղասպանությունը հիշելը։ Դա մշակույթ է, ոնց կարելի է չհիշել, ես տենց եմ համարում։ Բոլոր տեսանկյուններից, ով որ հայ է, ով որ մոլորակում հայեր ունեն, պետք պարտավորենք հիշել, ինչի մասնախոսքը, կարևորությունը, որ մենք զգանք ազգ ենք, հայ ենք, ինչ ասեմ, ապրել ենք որոշ ժամանակ, բոլորովին նշանակություն չունի, ով կուրանա, չի ուրանա, որ պետությունը բան, բայց որ մենք հայ ենք, Հայաստանում ապրող ենք, պարտավոր ենք հիշել, հարգել, ամեն տարի նշել։ Դե այդքան բան կարամ ասել։ Մեր կյանքի իմաստն է։ Դե ոնց չհիշենք, մեր այդքան ազգը կոտորվեց, ոնց չհիշենք։ Անպայման պիտի հիշեն ու մեր սերունդին, դաստիարակեն, որ իրանք էլ հիշեն։ Այս սերունդը պատմություն չի անցնում, այս սերունդի ուղեղից ջնջվում է ցեղասպանություն, հիշողությունը։ Ես որ հիշում եմ իմ տատի ողբը, իմ պապի ողբը, չեմ կարող որ չհիշեմ։ Նույնն էլ հիմի Ղարաբաղի ողբը, նույնն էլ 92 թվականին եղբայրցազոհ է, ինչի համար հողերը տվեցին չհասկացանք, կներեք էլ չեմ կարող։ Ամեն ինչով ինձ թվում է եւ մեր նախնիներին հիշելը եւ ներկա երեխաների համար ամեն ինչով է։ Մոռացվելը ոչ միայն պետք է չմոռացվի, դա փաստը մնում է փաստ։ Դրան առկա են եկեղեցիներ, ուշքարեր, հուշարձաններ, ինչեր ասել ֆիլմեր եւ այլ տարբեր ազգերի, տարբեր ռեժիսորների, տարբեր դարերում եւ այլ։ Ամենազարմանալին է, որ այսօրվա դրության կան մարդիկ, ովքեր կարող են ասել անունով հայ, բայց դա դնեն ինչ-որ ուսումնասիրում, չգիտեմ ինչ, ծիծաղելի է, և ամենաշատ զարմանում եմ նրանցից, ովքեր նպաստում են դրան հավատալով սուտ զոմբիներից, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց հետ եմ աշխատել տարբեր մասից, բայց երբեք չէի պատկերացնի, որ մեր մեջ, հայ ժողովրդի մեջ, կան նման մտածելակերպի մարդիկ, ովքեր կարող են դա անգամ մտածել, ասում են, կարող են խաղաղ ապրել, ինչի մասին է խոսքը, ինչի մասին, հիմա ասում ենք չմոռացվի, ոնց կմոռացվի երեկվա ցեղասպանությունը, որ Ղարաբաղից այդքան մարդ 120,000, եթե չեմ սխալվում մարդ եկա, ոնց կմոռացվի այդ մահացած մարդիկ, նրանց շիրիմները, դրանց արունը, որոնք թաղված են այստեղ այնտեղ, ով կմոռանա։ Մեր ժողովրդի խոսալն ավելի շատ է, քան թե գործը, ճիշտ ասեմ, ափսոս, որ քիչ տոկոսային հարաբերությամբ են եւ մենք մեկից մեկի պետք է համոզենք, որ ցեղասպանություն եղել է կամ չէ։ Ափսոս։ Մենք իմ կարծիքն է, դա դենթեի մեջ ինչ-որ մի բան ունենք, որը որ պետք է փոխվի, հիմա նանոտեխնոլոգիաները անում են այդպես բան, որ փոխում են, այդ կտորը գորը փոխեն եւ զտեն ազգը, եթե ուզում են գոյատևեն նույն ձևով, պայլով կրոն, ամեն ինչ,
ոնց կարելի է չտեսնել կրոնի դեմ պայքարը, ոնց կարելի է չտեսնել հայ բառը հայ գրականության մեջից հանելը։ Եթե սենց ենք ուզում ապրենք, մենք սրան արժանի ենք ուրեմն, մեր ժողովուրդը սրան արժանի է։ Բոլորը սպասենք, թե մեր տան մեջ երբ կգանք, մեզ կմորթեն, սպասողական սպասենք, նստենք թախտին, սպասենք բախտին։ Այսօր ապրիլի 24-ն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Այսօր լրանում է 110 տարեկան, երբ հայ ազգին ցեղասպանության ենթարկեցին։ Ամբողջ աշխարհում այս օրը հայերը միավորված այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրներ, ծաղիկներ խոնանում զոհերի հիշատակի օրվա համար։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, ինչով է կարևոր ցեղասպանությունը հիշելը։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։